Այսօր մեզ է միացել քաղաքագետ Արմեն Այվազյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ փորձենք հասկանալ Հայաստանի ընտրությունները հայ-ռուսական հարաբերությունների միջով բան փոխել են։ Իհարկե փոխել են, բարձ երևում է, տարբեր որոշումներ են ընդունվում Ռուսաստանում, հայկական տարբեր ապրանքներ են գնալով արգելվում, այսօր էլ Ռուսաստանի տարածքով տրանզիտն է արգելվել տարբեր ապրանքների, ինչ այդ գիտեք, այնպես որ այո, եւ առաջիկայում ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի վերաբերյալ ինչ-ինչ որոշումներ նույնպես ըստ երևույթին կկայացվեն։ Այսինքն Ռուսաստանը տպավորություն չէ, որ սրում է իրավիճակ Հայաստանի հետ հարաբերություններում։ Ոչ, ամեն ինչից դատելով այն տարբեր վերլուծաբաններից ռուսական, որոնք խոսում են միշտ համաձայնեցնելով իրենց ելույթները պետական կառույցների հետ, այդ ամենից դատելով սա ըստ երևույթին երկարատև մի հակամարտություն է, որը նոր է սկսվելու, այս նոր տեսքով։ Սա դեռ սկիզբն է, եւ թե ինչ ընթացք կունենա, առաջիկայում կտեսնենք։ Կարող ենք առանձնացնել բուն պատճառը ինչն է այստեղ։ Եթե երկու բևեռի վրա են հիմնվում ռուսական ձեր նշած քաղաքագետները կամ վերլուծաբանները, Եվրամիության հավանական անդամակցություն, մի քիչ դա ավելի թույլ վարկած է, եւ ընտրությունների վրա ազդեցություն Հայաստան։ Այդ երկրորդը պայմանավորված է առաջինով, այսինքն ընտրությունների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը երբեք չի եղել շատ սկզբունքային, ինչպես նաև Արևմուտքի վերաբերմունքը, եթե իր դաշնակիցն է այդ պետությունը եւ Ռուսաստանը եւ Արևմուտքը սովորաբար աչք են փակում տարբեր տեսակի խախտումների վրա եւ հակառակը, եթե իր դաշնակիցը չէ, ապա շատ ավելի այսպես խոշորացույցով են նայում, իսկ այս դեպքում բնականաբար խոշորացույցով նայելու կարիք էլ չկա, քանի որ Հայաստանի վերջին ընտրություններն անցկացվել են խայտառակ խախտումներով, սա պատրվակ է ավելի շատ, իսկ բուն պատճառը իհարկե այն քաղաքականությունն է, որը որդեգրել է Հայաստանը, հայտարարելով իր դեպի Եվրոպա ավելի ընթացքի մասին, սառեցնելով ՀԱՊԿ-ում իր աշխատանքը, ԵԱՏՄ-ում նույնպես ոչ ամբողջ այսպես իր ներկայությունը չապահովելով, ինչպես օրինակ վերջին հանդիպմանը վարչապետը չմեկնեց, այլ փոխվարչապետը, եւ այս ամենը հարուցել է Ռուսաստանի խիստ դժգոհությունը, բայց թե ինչ կլինի հետո կտեսնենք, գուցե կան այլ պատճառներ եւս, թաքնված պատճառներ։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ առաջիկայում Հայաստանի ղեկավարությունը, այնպես ինչպես ինքն է խոստանում այսօրվա դեռևս ղեկավարությունը, ինքն է խոստանում, թե շուտով կկարգավորվեն Ռուսաստանի հետ բոլոր հարցերը, Ռուսաստանում դառնալու է մոտավորապես Սաակաշվիլիի ամենավատ ժամանակների պես մի չգիտեմ, դա միավոր, այո։ Ձեր իրավունքն է այդպես պատկերացնել, ինչ կարող լինի, բայց Ռուսաստանը դեռ գլուխը պետք է ազատի ուկրաինական։ Դա այս մի հարցի հետ գուցե կապ ունի, բայց խնդիրն այն է, որ այսօր էլ արդեն Հայաստանի ղեկավարությանը կամաց եւ Հայաստանին տեսնում ենք, որ դնում են տարբեր տիպի պատժամիջոցների տակ։ Դուք որ ասեցիք խայտարակ ընտրություններ, այդ բառը ես լսել եմ նաեւ ռուսական։ Ռուսական ինչ կապ։ Ռուսական չէ, ռուսական մեդիա, մի րոպե, ռուսական մեդիա այսօր էլ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով, թե իր ինչ գործն է, չգիտեմ, այդպես։ Ես Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ Ռուսաստանի վերլուծաբանների կարծիքի վրա չեմ հենվում, երբ ասում եմ խայտառակ ընտրություններ։ Մենք ունենք բազմաթիվ տվյալներ, տեսանյութեր, փաստեր, եւ այդ տվյալները այսօր ներկայացնում են ընդդիմադիր այն հիմնականում երեք ուժերը, ինչպես նաեւ մի շարք այլ
ուժեր, որոնք մասնակցում էին ընտրություններին, ներկայացնում են փաստերով, ներկայացնում են թղթերով, ներկայացնում են տեսանյութերով։ Ասելիքս ուրիշ բան է, հա։ Դա կտեսնենք, դա այս օրերի գործընթաց է, որին պետք է հետևել, ճիշտ եք ասում։ Դուք հիշում եք որևէ ընդդիմադիր գործիչ, որը մասնակցել է Ռուսաստանում ընտրությունների։ Իրական ընդդիմադիր գործչի մասին է։ Ես Ռուսաստանի ընտրություններին այդպես ուշադիր չեմ հետևել, որ տեսնեմ, նայեմ եւ հիմա այդ հարցին պատասխան։ Մենք հիմա այդ իրավունքի մասին խոսենք, խոսել Հայաստանի ընտրությունների մասին այդ իրավունքով, ինչ իրավունքով մենք կարող ենք խոսել, բայց Հայաստանը երբևէ չի մտել այդ իրականություն ռուսական, թե գիտեք, ակնհայտ բաներ են դրանք, Հայաստանը չի կարող մտնել ոչ Ռուսաստանի ընտրությունների մեջ, ոչ ինչու կարող է գնահատել որպես ԱՊՀ անդամ երկրի։ Օրինակ ԱՊՀ դիտորդները այս ընտրությունները նորմալ են գնահատել։ Տեսեք, ես ասում եմ ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս խոշոր պետությունների ընտրություններին, ահա այդպես չի կարող Հայաստանը միջամտել։ Իսկ Հայաստանի ընտրություններին, ինչպես տեսնում ենք, կարող են միջամտել, օրինակ Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը եկավ գիշերով, մտավ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հանդիպեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, դրա իրավունքը նա չուներ։ Չուներ այդ իրավունքը, չգիտեմ ես։ Իսկ դա ինչպես է պատահում, որ կարելի է Հայաստանի ընտրություններին ահա այսպես վերաբերվել նաև այն կողմից։ Լավ, իսկ ԱՊՀ դիտորդներից որևէ մեկը կարող էր մտնել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանդիպում ունենալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ։ Կարող է եղել է, մենք չգիտենք։ Ես չգիտեմ, բայց դա աննորմալ երևույթ է։ Լավ, ենթադրենք Մոսկվան չի ճանաչում Հայաստանի ընտրությունները, գնում ենք առաջ։ Ինչ է դա փոխում։ Ճանաչում են մյուս բոլորը, մենք մինչև այսօր լսում ենք։ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է հազար ու մի տնտեսական, այլ կարգի կապերով։ Եթե Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի ընտրությունները, դա նշանակում է Ռուսաստանը չի ճանաչելու Հայաստանի ղեկավարությանը որպես լեգիտիմ ղեկավարություն։ Դա իր հետ բերելու է հազար ու մի հետևանք, հազար ու մի։ Եվ հիմա մենք չենք էլ կարող թվարկել, թե ինչ հետևանքներ։ Ուղղակի հարցն այն է, ճանաչի թե ոչ։ Շատ հնարավոր է, որ ճանաչի, բայց ուշացումով, ճանաչի, բայց կորզելով Հայաստանի այսօրվա ղեկավարությունից ինչ-ինչ զիջումներ, որոնք նույնպես կարող են մեր պետության, չգիտեմ, տարբեր հարցերում, տնտեսական կարող է լինել, քաղաքական կարող է եւ այլն, չգիտենք։ Այնպես որ այս հարցերը դեռ երկար ջուր են քաշելու, այսպես հեշտ ու հանգիստ սրանք չեն անցնում։ Հայաստանում գոյություն ունի, պիտի հասկանանք, քաղաքական ծանր ճգնաժամ, մինչև հիմա էլ գոյություն ուներ այդ ճգնաժամը եւ քաղաքական լեգիտիմության ճգնաժամ, բայց այս ընտրություններ կոչվածից հետո այդ ճգնաժամը սարսափելի խորացել է, որքան էլ ուզում են Փաշինյանը եւ իր թիմակիցներն ու զինակիցները այդպես ժպտալով խոսալ եւ այլն, այդպես չի իրավիճակը բոլորովին։ Եվ դա մեզ համարել է, Հայաստան պետության համարել է շատ վատ եւ բնականաբար իրենց իշխանության համար էլ ավելի վատ է։ Լավ, ճգնաժամը պետք է դրսևորումներ ունենա, ճիշտ է։ Այո։ Տեսնենք այդ դրսևորումները կլինեն թե ոչ։ Արդեն կան ամենակարևորը ժողովրդի մեջ ձևավորվել է մի մեծ հատվածի, շատ մեծամասնության մեջ ձևավորվել է այս ընտրությունների նկատմամբ կայուն, բացասական համոզմունք, որ այս երևում այդ ձևավորված համոզմունք։ Կարող եք սոցցանցերում դա դիտել, կարող եք հոդվածներում դիտել, կարող եք, չէ, իհարկե, անպայման չէ, որ ժողովուրդը հենց հիմա դուրս գա փողոց։ Դա շատ անպայման է, դա կարևոր։ 2008 թվականին հիշում եք ինչ եղավ ընտրությունների։ Այն ժամանակ իրավիճակը բավական դա հետ ձեր ասացի նկարագիրն է։ Դա ընդդիմության ընտրած, այն ժամանակվա ընդդիմության ընտրած քաղաքականություններ, նրանք դեռևս մինչև ընտրությունները ժողովրդին իրենց հատվածին այսպես կազմակերպել էին եւ բավականին էլեկտրիզացվել, ինչպես ասեմ, էլեկտրականացրել էին այդ զանգվածին։ Այսօրվա ընդդիմությունը բացարձակապես փողոցի հետ աշխատելու ցանկություն չի դրսևորել, ինչը ես կարծում եմ, որ այսօրվա ընդդիմությունը չունի այդ ցանկությունը
փողոց դուրս բերել եւ այլ, գումարած որ ժողովուրդը վերջին տարիներին ցանկությունը պետք է հիմնել ձեր ասած քաղաքական ճգնաժամի վրա։ Եթե այդ ճգնաժամը ընդդիմությանը չի ստիպում քայլեր անել, ուրեմն այդ ճգնաժամը գոյություն չունի։ Ոչ, դա նշանակում է, որ ընդդիմությունը այն ընդդիմությունը չէ, որը կարող է դա անել։